այս մեկի քինքին դուրալի չէր ինչ-որ երևի արտահայտություն կամ ինչ-որ դերականություն չի սիրում։ Այս զարմանին սիրես, գնա ուրիշ բան նայի։ Քեզնով մենք չպետք է չափվենք ինչ-որ մի քանի հոգու ճաշակով։ Այս սա է պետք հասկանալ։ Եվ այս թատրոնը առաքելություն ունի, որ Ես չեմ բեմադրում մի քանի մարդկանց դուր գալու համար, դերասանը չի խաղում ինչ-որտեղ բաներ, չգիտեմ, ինչ-որ մեկին դուր գալու, որ վաղը չգիտեմ ինչ գրեն։ Ներկայացում չեն անում դրա համար։ Ներկայացում անում են ծառայեցնելու, ինչ-որ գաղափարներ փոխանցելու համար։ Եվ ես կուզենամ, որ մեր կոլեկտիվը ընդհանրապես ուշք չդարձնի նման տափակ հանդեսների եւ նման տափակ կոմենտների եւ անհիմն հիմար այդ բաներ են գրում ինչ-որ հայտնվեցին, ծլել են, այս երկու օրը նկատել եմ, սկսել են քարտկոծել թատրոնին։ Սա ինչ բան է։ Չեք կարողանալու մասնագիտորեն այսպես ցանկացած մեկը, եթե մտքին դնի, կմտնի լավագույն թատրոնը, ոտը կգցի ոտին, ծայրից ծայր ջարդուփշուր կանի ցանկացած ներկայացում։ Եթե մտքին դնի։ Ուրեմն ձեզ խնդրում եմ, մտքին դրած էակներ, անցորդներ, ավելի լավա այս թատրոն մի մտեք, ասես Մոսկովյանով իջեք ուրիշ տեղ։ Կողակաձև այգում ձեր համար լավ կարուսելներ կան եւ պաղպաղակներ։ Այս թատրոն չկա։ Ոչ էլ ձեր բալիկներին բերեք, որ հանգած կարողան ինչ-որ ներկայացում նայի, չգիտեմ, վախենա։ Հեղինակ են ոչնչացնում։ Նարդոս։ Լավ, Նարդոսին թողնենք, մեկի դուրը մեկ Նարդոսը լավ էլ խաղում ենք, լավ էլ հանդիսատես կա, հավանողը հավանում է, չհավանողը։ Մենք չենք կարող աշխատել նրա համար, որ մեզ հավանեն։ Այդպիսի թատրոն չի կարող լինել։ Մենք անում ենք այն, ինչ որ ճիշտ ենք գտնում այդ տարի կամ այդ կիսամյակ։ Մենք ունենք լավ գեղխորհուրդ, այդ գեղխորհուրդը ինձ թվում է ավելի պրոֆեսիոնալ են, քան այդ բոլոր ովքեր որ ինչ-որ բաներ են գրում։ Գրեք, այնքան գրեք, կշտանաք, վերջանաք։ Այս թեմայի վրա եկեք ժողովուրդ մի կայացեք, էլի հա ձեր Facebook-յան էջերում, մի կայացեք։ Այստեղ լուրջ խնդիրներ ա ծառացել, սրանք բաներ են անում, կրակի վրա յուղ են լցնում։ Մի կայացեք, ուրիշ տեղ կայացեք, ամեն մեկը գնացեք ձեր ասպարեզ, տաքսիստ ես, տաքսի քշի։ Բանջարանոցային, բոստանային կուլտուրաներով է զբաղվում, գնա դրանով, ընկեր ջան զբաղվի։ Այս թատրոնի հետ գործ չունեք, չեք սիրում, մի եկեք։